Հերոսների լիգա Հերոսների լիգա Հերոսների լիգա Հերոսների լիգա Սիրելի բարեկամներ, մենք այժմ գտնվում ենք Իջևանի լավագույն հյուրանոցում, Լաստիվեր Ռեզորտում, որտեղ ամեն ինչ կարելի ասել իդեալական է։ Հրաշալի սպասարկում, հրաշալի տեսարան։ Իդեպ Լաստիվեր Ռեզորտում գործում է կլոր տարին տաքացվող բացօթյա լողավազան։ Այո, իդեալական, նորաձև սենյակներ, հրաշալի խոհանոց, սակայն հարգելիներս, մեր մասնակիցները այս հրաշալի պայմաններում չեն բնակվելու։ Նրանք վաղուց արդեն գտել են այն վայրը, որտեղ պետք է շարունակեն Հերոսների լիգան։ Իդեպ եկեք վերհիշենք, թե ինչ տեղի ունեցավ Հերոսների լիգայում, ինչու մենք Եգիպտոսից հանկարծակի հայտնվեցինք Հայաստանում եւ ինչու ենք ես եւ Վայեն այստեղ, իսկ մեր մասնակիցները գտնվում Անտառում։ Գնա Ալբերտո չեմ խաղալու։ Ես լացում եմ։ Որտեղ ուզում եմ գնա, դու գիտեմ չես գնալու, խնդրում եմ։ Դրի խաթր գնա, խնդրում եմ, ավ։ Интересно, ես քեզ ասում եմ, որ սա Եթե եկել եք մեր նախագիծը փչացնելու, որովհետև դուք ունեք ձեր պլանները, ապա իմացեք, որ դա ձեզ մոտ չի կարա ստացվի։ Գնացեք ձեր դպրոցներ, պաչեք իրար, գրկեք իրար, լացեք իրար համար, զիջեք իրար, ըստ է դուք եկել եք պայքարելու։ Մանեկանք ջուր չգտանք։ Այն գետը կար։ Երեխեք դուք ջուր գտաք։ Շորտ ասեք, որ մի բան ստացվել է, խնդրում եմ գտնել։ Այդտեղ փակ այլ մի բարձրացի։ Զամոք կա վրե։ Վայ։ Ալբերտո, ասա, որ այդ դուռը բաց է գոնե։ Ախ, ասենց վայրի պայմաններով ո՞նց պետք է ստեղ մնա։ մտնեի։ Երեխեք էսի իմն է, ես տեղ կքնեմ, ինչ ուզում եք արեք։ Որ գիշերը գա ինչ ենք անելու։ Երեխեք որտեղ Հետ ենք պետք է քնելու։ ճարենք, կարակը ինքնին չի լինելու։ Բայց ինչով ես վառելու այդ փեդը։ Փեդերը բերեք ես կանեմ։ Չես ասեք ինչ որ լուծում կա հաստատության, պրոստը պետք է հասկանալ ինչ ենք անում։ Լավ, երեխեք ջան, լավ։ Լավ Բարև ձեզ։ Լավ։ Մենք հո ձեզ սոված ծառավ չենք Բայ թողելու։ 100%։ Շնորհակալություն։ Մերսի շատ։ Նստեք երեխեքս։ Ոնց եք, լավ եք, մի բան գտաք։ Ոչ չկա։ Խուճապի մեջ է։ Այո։ Միջալես, եթե գնալու է այլ օր, բայց այսօր մեր Աննայից նայք եք շնորհավոր եք։ Happy birthday։ Happy birthday։ Բայց այս փաստը չի փոխում որ սոված ենք։ Ասենք մի հատ ջոկեր մոնտորտ։ Սենց տխուր ծնունդ ունեցել ես։ Չէ, վստահ։ Այ որ 90-ականներին ծնվել, ամեն ծնունդս ամեն օրն է սենց ելնում։ Այ մենք 90-ականներին սենց ենք ապրում։ Դե մենք հիմա 90-ականներին սովոր չենք։ Դե մենք վերադարձել ենք ձեզ 90-ականներ, որ մեզ հասկանաք։ Ժամանակակից հասարակության այսօրվա տրամաբանության մեջ ամեն ինչ հասանելի է։ Գիտությունը ինչ արել չի արել, մենակ հարմարավետությունը ստեղծել։ Բայց մեկը ոնց էլ պատտվենք գալու ենք մեր բազովի նաստրոյկեքին, էլի։ Իսկ բազովի նաստրոյկեքը դրանք վայրի պայմաններում արդեն յուրաքանչյուր մարդու մոտ արթնանում են։ Ու հիմա դուք պետք է ձեր հիմնային բնածները արթնացնեք։ Օրինակ հիմա ձեզ ինչ ա պետք, եկեք թվարկեք։ Ամեն ինչ։ Մնալու տեղ։ Ջուր։ Մի րոպե, մնալու տեղ, կացարան, Այո։ Ջուր։ ջուր, ուտելիք, Ու Գրականանք, չէ, սենց Չէ, պետք է ամենաքիչ բանեն, իրականում շատ բան է։ Գոնե մինիմալը։ Ես զարմացա, որ չասեցին Wi-Fi։ Բլյուս, այո, իհարկե, բայց թորի մորի պետքա, չէ՞ մեզ։ Հիմա որ օրինակ ձեզ Wi-Fi տենք, թե ուտելու բան, ո՞ր ինչպես եւ խոստացանք ձեզ առանց ուտելիքի, ջրի, կացարանի եւ կրակի չենք թողնի, բայց դրա համար դուք պետքա անցնեք փորձություններ։ Զարմացած չենք։ Միայն այդ փորձությունները հաղթահարելու դեպքում դուք կունենաք այս ամենը։ Ես առաջարկում եմ, որպեսզի մենք մի բան թուլությունները մոռանանք, քանի որ յուրաքանչյուր թուլություն
Դա մարդու գլխում է։ Յուրաքանչյուր, այսինքն առաջին հերթին դուք պետք է գլխով գիտակցեք, որ դուք կարող եք հաղթարել ամենը։ Փորձությունները միշտ կան։ Այս են հիմնային ու մնային վայրն է, որտեղ դուք ինքներդ ձեր ցավերի, ձեր վախերի հետ առերեսվելու եք ու դրանից խուսափել պետք չի։ Եգիպտոսում հեշտ էր, որովհետև ապրում էինք շքեղ պայմաններում եւ այնտեղ այո, այնտեղ հերոսանալը այդքան էլ դժվար չէր։ Այստեղ արդեն ձեզ կդրսևորեք այնպես, ինչպես որ հարիր է իսկական հերոսին։ Այժմ դուք պետքա ձեռք բերեք 4 բան՝ կրակ, ջուր, կացարան եւ սնունդ։ Առաջին զույգը դուք եք, սիրելի Մարի եւ սիրելի Անիտա։ Դուք փորձեք ձեռք բերել կացարան բոլորի համար։ Խնդրում եմ ամեն ձեռքը պետք է բերեք։ Սիրելի հեռուստադիտող, ես երդվում եմ, իրենք չգիտեն ինչ զույգերի են բաժանվելու, շատ պատահական է ամեն ինչ ստացվել, հիմա կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Հաջորդ զույգը սիրելի Անյուտ եւ Կասիա, դուք եք։ Բայց դուք զգացիք չէ՞ որ պատահաբար նստել են իրար կողմ։ Դուք պետք է վաստակեք ջուր բոլորի համար։ Դուք առանց ջուր չեք մնա, հանգիստ եղեք։ Հաջորդ զույգը Քույր եւ եղբայր, մարդիկ ովքեր չեն կարողանում բաժանվել իրարից, զիջում են իրար, հաղթանակներ են պարգևում իրար եւ այսօր նրանք կփորձեն վաստակել սնունդը, այո։ սնունդ։ Եվ իհարկե մեր հրաշքներ, հենց կլակի գույներ հագել եք։ Կրակը կփորձեն վաստակել մեր շատ սիրելի Համլետը եւ Աննան։ Իսկ թե ինչպես պետք է վաստակել այս ամենը, այդ հարցում մեզ կօգնի Ռակուրս գեյմի մեր ընկեր Դավիթը։ Մենք արդեն վախենում ենք ձեզանից։ Ողջունում եմ եւս մեկ անգամ։ Տեղանքը բնությունը թելադրել է իր պայմանները։ Բոլոր խաղերը այս կամ այն կերպ կապված են լինելու բնությանը, այսինքն դուք ոչ նոր բան չեք հայտնագործելու։ Դուք տեսնում եք ձեր, այսպես ասած, լոգոները։ Դուք ըստ դրա գտնելու եք ձեր խաղի վայրը։ Հաղթանակի դեպքում վերադառնալու եք այստեղ ավարոտ։ Եթե իմ օգնականը այսպես է ցույց տալիս, նշանակում է ձեր ժամանակը ավարտվել է։ Լինելու են խաղեր, որ լինելու են հեշտ, ունենալու են մի քանի փուլ։ Ամեն այսպես ցույց տալուց դուք իմացեք, որ այդ փուլը ավարտվել։ Դուք ամեն բան այնտեղ նախապատրաստել եք, չէ՞։ Այո, իհարկե։ Ռակուրս գեյմզը ամեն ինչ անում է բարձր մակարդակով։ Քանի որ մենք գտնվում ենք մեր սիրելի Տավուշում, ես կարողացել եմ իմ ընկերներից մարդ բերել, հենց որ ամեն լոկացիան իմ ընկերներից մարդ լինելու է։ Դե ինչ, այդ նշանները փորձում եք անտառում գտնել եւ ըստ այդ հետքերի գտնել այն վայրը, որտեղ պետք է խաղակ կարևոր խաղը։ Հերոսների լիգա Հեսա։ Մեկ, երկու։ Հենա այնտեղ մի հատ էլ կա։ Հենա, դավայ ցեգնա։ Հաջորդ ջուրը։ Բախտի բերմամ թե պատահմամբ իմ զույգը իմ շատ սիրելի, շատ հարազատ լավ ընկեր Աննան էր։ Առաջինը ստեղա։ Հենա կրիշի վրա։ Հեսա։ Մենք շատ արագ գտանք մեր այդ նշանները, ձեռը տուր, որ չգնա, ձեռը տուր։ Ոտեց, տենց ուղիղ մի դուր, թեք դիր, որ չսղաս։ Всё։ Բա մյուս ուրա։ Այն ինչ։ Մի րոպե։ Մեկը եթե չեմ սխալվում գտել ենք քարի վրայից, մեկը ինչ որ ծառի վրայից։ Հենա։ Դու արխային գնա, դու իմ մասին մի մտածի, ես կարամ գնամ, դու քեզ ուշադինայի։ Մինչ մեր մասնակիցները պայքարում են կրակի, ջրի, կացարանի եւ սնունդի համար, մենք վայելում ենք այս հրաշք բնությունը մեր շատ լավ գործընկեր Վիմպել գարեջրի ուղեկցությամբ։ Ընտրեք թե Վիմպելի որ համն է ձեզ ավելի մոտ՝ Պիլսները թե Լագերը եւ վայելեք այն ամենամոտ ընկերների շրջապատում։ Դեպի հաղթանակ Վիմպելի հետ։ Օ, նայ հենա, նայ մասկով մարդ հանդեղ։ Մասկով մարդ հանդեղ։ Պես կացարան ես։ Մամա ջան։ Դու ես։ Չվոխենալու ա մամա ջաները դեմքը։ Մենք արագ հասկանում ենք ու գտնում էինք ջրերը, վերջում էլ դե տեսանք ջրի մարդուն։ Ես գում եմ ինքը դիմակի տակից ժպտում է։ Տամա զգուշ։
Ցույց տվեք հերոսական տոկունություն։ Այս խաղի ընթացքում մասնակիցներից մեկը կլինի աչքերը, մյուսը ձեռքերը։ Բաց աչքերով մասնակիցը առանց տեղից շարժվելու պետք է հուշի փակ աչքերով մասնակցին, թե որտեղ են դրված տարաները։ Իսկ աչքերը փակ մասնակիցը պետք է տարաների միջից շոշափելով գտնի 8 բանալիները։ 8 բանալի, 8 կացարան, 6 տարրա։ Դուք ունեք 6 րոպե։ Թուր տեղս եք գտել։ Դեսա կտենակ։ Անտան Ովքեր նշան։ ձեզ այնց աչքերը։ Եղի։ Ձեզ անհրաժեշտ է ձկնորսի համբերություն եւ դիպուկահարի ճշգրտություն։ Որսացեք բոլոր կեռիկները 6 րոպեում եւ ապահովեք թիմին համեղ ընթրիքով։ Ջուրը մտնել չի կարելի։ Ժամանակի ավարտվելուն պես խաղավարը ձեզ ձեռքով նշան կտա։ Հնում մարդիկ կրակ ստանալու համար ծախսում էին օրեր։ Դուք այսօր հնարավորություն ունեք կրակ ստանալու ընդամենը 7 րոպեում։ Լուծեք 3 գլուխկոտրուկները։ Առաջին եւ երկրորդ գլուխկոտրուկի համար դուք կունենաք 2 րոպե։ Երրորդ գլուխկոտրուկի համար ձեզ կտրվի 3 րոպե։ Ժամանակի ավարտվելուն պես խաղավարը ձեռքով նշան կտա։ Այդ նշանակումը Յուրաքանչյուր փուլը եթե չի հասցնում, ավարտում։ Առանց ջրի օրգանիզմը արագ հյուծվում է եւ չի կարող դիմակայել փորձությունների։ Լուծեք 2 գլուխկոտրուկները եւ ապացուցեք, որ դուք իսկապես հերոսներ եք։ Գլուխկոտրուկ համար 1։ Ձեր առջև դրված են 6 բաժակներ, 3-ը դատարկ, 3-ը լիքը։ Մի գործողության բարեք այնպես, որ հերթականությունը դառնա դատարկ, լիքը, դատարկ, լիքը, դատարկ, լիքը։ Դուք ունեք 2 րոպե։ Իդեպ ջրի մրցույթում հաղթելու դեպքում մասնակիցները կստանան ջուր, բնական աղբյուրի խմելու ջուր։ Գնա, ուղիղ, դանդաղ գնա, հասել ես։ Անիտան փակում է աչքերը, ես ասում եմ, հակառակ պտտվի, որ տեսնեմ ինչ անդեղ։ Ինչ է խոսա։ Մտի մանարի, վախենալու չի, մտի չի կծում։ Միթ։ Անիտա պրոստը մանարի, միթ։ Չկա մեջը ոչ մի բան։ Կարողա թափիմ հետը։ Հա, էտա։ Մեծ։ Ջուրը մտնել չի կարելի, բայց կարաս այստեղ իջնես։ Գիտեմ։ Հանգիստ։ Ապրես, վերաջ։ Հանի։ Մալադեց։ Բեր, ես կդնեմ ստեղ։ Всё, մյուսը, տար, արագ։ Պետք է տեղափոխենք ընդամենը 1 լիցքի, որպեսզի հավասարումը դառնար ճիշտ խոսեք։ հավասարը 2։ Տվեք ես պահեմ։ Մի քար կանանք տեղափոխենք։ Ընդամենը մի լուցկի եք տեղափոխում։ Չեղավ, սպասեք։ Ոյ։ Այն 5-ա։ 3-ին գումարած 2, այս պետք է 2 դառնա կամ այն։ Այս 5 չես 2-ը։ 2-ը, մի րոպե։ Իսկ մի րոպե, այս ինչ կարանք անի։ 7-ին գումարած 7 հավաս չէ 10-ը։ Այ, հա։ Ահա, հիմա այդ ուր դնեք, որ ճիշտ դառնա։ Ստեղ 15 վայրկյան։ 6 3-ից հանած 7 չէ, սպասի, ստեղ պետք է լինի։ շուշուտ 8 չի կարա լինի։ 9-ից հանած 7։ Սենց վերջին ամենապահին հասկացանք ինչ պետք է անենք, այնպես սենց պատահական արեցինք։ Առաջինը գտել ենք 2-ով, որովհետև լարված էինք, չենք հասկանում ինչա կատարվում, ով ինչ անի, որ կողմ նայի։ Առաջինը դատարկ պետք է լինի։ Okay, ուրեմն ստեղ ջուր։ Այսինքն, այսի լսում ենք ստեղ։ Հա, արագ։ Չէ, ստեղ որտեղ ենք լսնում։ Երկրորդը պիտի ջուրը լինի։ Հիմա, AC։ Էս, տեղափոխենք ստեղ։ Առաջինի ժամանակ մենք չէինք հասկացել ուղղակի պրինցիպը, այսինքն չհասկացանք, որ մի գործողության պետք է անենք։ Ես հասկացա։ Սխալա, փոխանակ խաղի ժամանակ հասկանայի, նոր եմ հասկանում։ Նախավերջի ջուրը պետք է լցնենք սկզբի երկրորդ բաժակի մեջ ու տենց կգնա շարունական։ Всё։ Ես հասկացա, որ ստեղ ուղղակի մենք շտապել ենք, դրա համար չենք հասցրել։ Ուղիղ, լավ է, հանի դից։ Չեմ տենում ինչա, մտի ոնց որ ջուր է, դանդաղ մտի։ Ինչա։ Սլայմա։ Արա մեջից ոնց հանեմ։ Լրիվ հանել ես գուշ։ Ահա, գտար, գցի գրպանդ։ Չեմ կարա սլայմոտա։ Որ չի սլայմոտա, գցի գրպանդ, ինչ պետք է լինի։ Մի հատ էլ կա, անիտա մի հատ էլ կա մեջը։ Էլի մանալ։ Ուրա, խոսա։ Դու ես շոշափում, ես ինչ իմանամ ուրա։ Մարի չէ, ասա ձախ կողմնա, աջ կողմնա ներքև։ Անիտա դեղին է սլայմդ։ Բանալին էլա դեղին։ Հերվից ես չէի կարող տեսնել այդ բանալին որտեղ է ու ասել որ Անիտա այս կողմն այս սլայմի ստեղ է։ Հենա, կանգնի։ Ցախ ձեռքը տար աչի մոտ։ Դիր վրեն, ըհը, այդտեղա։ Գտար։ Չէ։
Կարի մարի տողը չկա։ Հանգիս, 6 րոպեն ահագին ժամանակ է, հանգիս։ Մի վարքան։ Ինչքան հանգիս լինես, այդքան լավ։ Թող դզվի ինքը։ Շատ է շարժում քամի է։ Թող ես անեմ հələ, փորձեմ դուր։ Անեսին նա դառնում էլի։ Ինձ թվում է։ Նայ։ Ստոպ։ Всё։ Ինձ արեցին համ։ Երկրորդ ես մի անգամից հասկացա ինչ պետք է անենք։ Ձեր առջև դրված են 2 տարաներ, 3 լիտր եւ 5 լիտր տարողությամբ։ Առանց հավելյալ չափման գործիքների այնպես արեք, որ 5 լիտրանոց տարայում մնա ուղիղ 4 լիտր։ Դուք ունեք 4 րոպե եւ անսահմանափակ քանակության ջուր գետից փորձեր կատարելու համար։ Սրա մեջ ամբողջ ջուրը լցրու, սրա մեջ լցրու։ Սա արագացի դրա մեջ սա արագ։ Սա ուղիցու։ Վայ! Արագ պահի։ Էսի հաշվում ենք, այս կորուստը հաշվում ենք։ Նա էսի 3 լիտր է, որից մի քիչ արդեն պակասել է։ Մեզ պետքա 4 լիտր։ Գնա ուղիղ գնա։ Միքայել, Հանի։ բացի։ Ու հանի այդ սեպտեմբրից։ Որը սարևեսի չա։ Անետա չգիտեմ, մտի մեջը։ Մարի չեմ կարա։ Մարի գոնե նայ ինչ է, չեմ կարա։ Չգիտեմ ինչա, ստեղից չի երևում։ Բայց մամա ջան չեմ կարա ասեք ինչ է։ Անետա մտի մեջը։ Չեմ։ Զգուշ։ Զգուշ, Անետա, լսի ինչ եմ ասում, լսի, վախենալու չի, լսի, նա ապաստակա, մտի մեջը։ Հա, մտի։ Ող կներես։ Զգուշ չկծի։ Մի հատ է։ Հա, թող։ Всё կներես, Սպասի, առաջ արի։ Всё, կանգնել։ Ամենագի տեսա անցել է, ունենք։ Արի ինչ է։ Մտի մեջը չգիտեմ։ Ողա։ Մտի։ Հեսա։ Մի բան ձեռովս ձեռան։ Հենա։ Ստոպ։ Վերցեցի։ Կարող էլի լինի, էլի մանարի։ Յախ, կարա այսի չա։ Այս Անիտա, այդպես բռով մի քցի։ կամե չխոսացեի կարա դե։ Չգիտեմ, դու պետք է շոշափես գտնես։ Դե որ չերևում ես ո՞։ Զգուշ։ Շատ լավն է։ Ապրես, всё, հերիքա։ Ահան։ Ապրես։ Մյուսը, բեր, էսկոմ։ Գնա։ Իսկ կարա մեկը սենց լինի։ Հա։ Բայ, էս Դա ամբողջական քիչ։ 7-ից հանած 1, հավասար է։ Հավասար է 6։ Ասեք, Կարանք։ ոնց է։ Չէ։ Մնաց 3 րոպեանից։ Էսի ու 3 միրակա ստոպ։ Զգուշ։ Ես կարծում եմ, որ էսի արխային կարա գնա 4 լիտր։ Կորուստներով։ Պետքա թողենք։ Մենք անում ենք աչքաչափով այդ ամեն ինչը ու մեր հաշվարկով Էս մի լիտր կթողե էսի։ Ինձ թվում է հա։ Լինի ընդհանուր 4 լիտր։ Ինձ թվում է 4 լիտր է այսքան օքեյ է։ Մի քիչ եք լսնենք մարդես։ Դա որ շատ եղավ, կամ քիչ։ Այդտեղ ստոպ, վերցրու։ Մտի, շոտ ջրոտ, եսի ինչա, ցեխոտ, ворթոտ բանա, մտի։ Կծող բան չկա։ Զգուշ, էլի դες։ Հա, չեմ մի քիչ։ Մանարի, այդ ցեխերի մեջ։ Հետա գտել ես, քցիկ գրպան է, ոչինչ։ Մի հատ էլ կա, մանարի, մի հատ էլ կա։ Զգուշ։ Որսեր ворթա է ձեռիս մեջ։ Իմ ամբողջ կյանքի վաղն է այդ միջատները, տաններ ման ու սաղ, մաքուր այս այդ ձեռներով հանել են։ Գտել ես։ Չէ, մի հատ էլի մանարի, էլի կա մեջը։ Խոսացեք կա։ Չեմ հասկանում, այս խաղի կազմակերպիչը չի Մանարի։ խոսում։ Էլի մանարի, մեջը էլի փուրում։ Կա, վայ, խոսացեք։ Հետա, գտել ես։ Ուրա, գտար։ չէ։ Չգիտեմ, ցեխա մնացել մնացել։ Թող էդի քցի։ Լավն է։ Ոչինչ, դավայ։ Լավն է, ապրես, 2 հատ մնացեք, կյանքս։ Որից ծանր է։ Բեր։ Ախպեր հանում եմ։ Հանեցի նայ։ Արի։
Գնա, ճիշտ ես գնում, ուղիղ գնա, всё, գտել ես։ Ինչա։ Էլի նույն զանգվածն է, նախանցած։ Հողա ուղիղ։ Մնաց մի րոպե։ Սկուր, հանգիստ։ Քանի հատա մնացե բանալի, գոնե այդ խնդրում եմ կասեք։ Որ չգիտենք ինչքան է։ Չէ, դերևս։ Չէ։ Էլի մանարի։ Անում գալի։ Մեջն է ոնց որ տես ինչ որ դեղին բան եմ տեսել։ Մտի։ Էլի մանարի շուշուտ։ Հեսա։ Հենա, գտել ես։ Հա։ Մի հատ Всё, մի հատ եկա։ Սլայմինը, ֆահակրակ, ուղիղ։ Իջի։ Սլայմը հիշում եմ, ստե։ Մարի, հիմա սլայմը լղոզած է։ Այս ինչ որ 7 կարող է պետք է դառնա։ Այսինքն մի րոպե։ Всё։ Всё, մենք մեր պարտքը արեցինք, մենք մեր կրակը։ Այս իմ ծնունդի ամենալավ նվերն էր, սրանց լավ նվեր ես չեմ Գիտեմ ինչի ստացել։ համար պիտի պայքարենք։ Գնացինք, կարանք, որ չմրսենք գիշերը։ Չգիտեմ ով մեր ընկերներից ինչով կվերադառնա, բայց մենք վաստակել ենք լուցկի, այսինքն չենք մրսելու։ Հուսով եմ ունենալու ենք կացարանել, ուտելիքել, ջուրել ու անկեղծ վայելելու ենք այս բնությունը, այստեղ միասին լավ ժամանակ ենք անցկացնելու, որովհետև ոչինչ մեզ չի կոտրում։ Всё, մի վարքան, էսի 5 լիտր է։ Սպասի։ Okay, եթե էսի միջև այստեղ հասնում, այսքանը ես կարծում եմ հա։ Մի քիչ է։ Ինձ թվում է այսքանը Հələ ճիշտն ասա, հա։ Okay, այսքանը որպես 4 լիտր։ Նա այսքանի մեջ։ Ասում աշկացողը չի կարող, մի վարքան կայս այսա կներմայն անամ։ Էլի մենք ֆուլ 3 լիտր կատարկեր ենք։ 3 լիտրը կա այստեղ։ Մենք հետո միատերենք մեզ հետ թափել ենք։ Իսկ նա անտի մենք 4 լիտր, okay։ Okay, քելվի քիչ Մենք թափել ենք, իսկ նա լրի շատ քիչ։ Շատ քիչ եմ ուզում, կայս ուզում եմ։ Ոնց դրամաբան է։ Նայանյուտ, այս տարան 3 լիտր է, այս 5 լիտր է։ Էլի 3 էսի 3 լիտր հաստ լիտրը ֆուլ լցրել ենք ստեղ, հետո միատեր ենք ավելացրել ու լցրել ենք ստեղ։ Ու 5 լիտրից 1 լիտր մենք թողել ենք։ Всё։ Վերջ։ Ոնց եք ես ստուգելու։ Վայ։ Երկրորդը ես մինչև հիմա չեմ հասկացել։ Ես ինչ որտեղ ընդունում եմ, որ ես կարող եմ անգրագետեմ մի քիչ այդ հարցում։ Ես մինչև հիմա չեմ հասկացել այդ ոնց պետք է անցնենք։ Այդ դիմակով մարդը որ կանգնած էր, իրենից մեծ sense օրինակ դուխոտ էր գալի շատ ծանոթ մարդու, բայց չգիտեմ։ Ինքը շատ կոպիտ է մի քիչ, բայց դուխոհոտը շատ լավ դուխոհոտ էր, էլի էդի ֆիքսենք։ Չգիտեմ ինչա սպասվում մեզ, ինչա լինելու սրա արդյունքը կամ պատիժը, բայց ես հույսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի մեր համար։ Давай. 15 վարքան։ Խոսամ կոմենը նայ, հակառակ, այ այդտեղ չի, այդտեղ նայ։ Давай. Լինում է, давай. Չկա։ Խնդրում եմ, давай. Չկա, արա ձեր եք առնում։ Միակ նայեք ուրաստե ինչ որ բան։ Մի հատեր է մնացել։ Ասենք վստահ եմ հեսա սաղի խաղերը հեշտ է ելնելու։ Ոչ, Ոչ 6 մեկինս րոպե չի չի կարա անցել, ես հաշվում էի իմ մտքի մեջ։ Հարգելներս, կարծում եմ մեր մասնակիցները ամենաբաղձալի ավարեջը հարցրեցին որսալ։ Դա մեր շատ լավ գործընկերն է։ Հայ Կոլան, այսենց բնության գրքում անարատ։ Ձեր ծխալազելու պատճառով ես եմ տուժը, դե գտեք ձեր բանալին։ Չեք գտնելու, որտեղ սլայմի մեջ չի։ Խաղը սարկողը 20 րոպե չի կարում գտնի, սովորական մասնակից, որ նոր է այդ խաղում, ինքը պետք է գտնի, չկա տենց բան։ Անիմաստ տեղը ինձ դրեք եսի մուր, որտեղ ուրիշ տեղ է։ Անիմաստ այդ սլայմի վրա ժամանակ եմ գործել, նա ինչեր եմ ձեր տվել։ Որդերի մեջ մտել եմ, նապաստակի մեջ մտել եմ, տոմատ, ցեղի ես մտա։ Ես չգիտեմ вообще ով է հորին է այս խաղը, բայց եթե էսի 6 րոպե էր,
Ուրեմն ես խոսքի Մայքլ Ջեքսոնն եմ։ Ոչ մարդար չի, իրանց խախտումի իրանց ցարազելու պատճառով սլայմի մեջ եմ 10 րոպե մանեկ։ Հեսա։ Երար։ Բայց ուր էր, չկա, դուք եք 20 րոպե գտաք, դե դուք իմ տեղը գտնեիք։ Մենք պետք է տեսնեինք ոնց է այդ 6 Ես չեմ տեսել 6 րոպե ոնց է։ Մենք ճամբարի ջոկատավարներ ենք եւ համ ես, համ Ալբերտոն։ Մենք գիտենք 6 րոպեն ինչքան է տևում։ Չեմ տալու։ Հերոսների լիգա Կրկին ողջույն Մարիամ ջան։ Ողջույն Վահե ջան, հաղթամարտուրը կրկին սիրով սպասում էր ձեզ։ Անկախ մեծ որ հերոսներիքան տեղափոխվել է արդեն Հայաստան, միևնույն է մնում է այն փաստը, որ հաղթամարտուրը մեր գործընկերն է եւ լավագույն տուր ընկերություններից մեկն է ամբողջ Հայաստանով մեկ։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ ինձ երկու բառով կրկին եւ բոլորին հիշեցեք ինչ ուղևորություններ եւ ուղղություններ ունեք։ Շուրջ 15 տարի մինչ օրս ունենք Արևմտյան Հայաստան եւ Կոստանդնուպոլիս խմբային տուրեր, նաեւ այս պահին ունենք ակտուալ տուրեր դեպի Ալբանիա, նշեմ, որ մենք չվերթի ներկայացուցիչն ենք։ Չվերթները սկսում են հունիսի 22-ից շաբաթական 2 անգամ։ Ունենք խմբային տուր դեպի Բարսելոնա, մի կարևոր հանգամանք, վիզայի աջակցում ծառայությունը եւ վիզակենտրոնի օրվա հերթագրումը ներառված են մեր արժեքների մեջ։ Ես կարծում եմ, որ հերոսների լիգայի եւ հաղթամարտուրի համագործակցությունը երկար է տևելու եւ մենք աշխարհի տարբեր անկյուններում միասին համատեղ կկազմակերպենք հերոսների լիգա։ Մեծ սիրով Վահե ջան, համեց։ Ինչ մրցույթի արդյունքները ամփոփելը կխաղանք մի խաղ, որը կազմակերպել է մեր գործընկերը Bonillat ընկերությունը։ Ասեմ, որ այս տուփի մեջ կան 8 ըմպելիքներ, որոնց մեծ մասը այդքան էլ համեղ ըմպելիքներ չեն, բայց կա մի քանի համեղագույն ըմպելիք։ Խոսքը Bonillat-ի կակաոյի մասին է։ Միանգամից ասեմ, որ դուք կարող եք փորձել միայն մեկ անգամ եւ այն անձնավորությունը, ով կգտնի այդ բաղձալի համեղագույն Bonillat-ը, այն կարող է վայելել։ Դե ինչ երկար բարակ չխոսենք, գնացինք։ Դե ես ու Մարին challenge ենք արել իրար հետ, ինքը իմն է ընտրում, ես իրանը, տեսնեմ ինչ ես ընտրել իմ համար դու Մարի։ Ինչ էր։ Շոտ կծու էր չգիտեմ։ Մարի ինչ էր արել ինքը քեզ մոռան։ Էս չէ։ Էսի չէ։ Գնա Ալբերտո։ Հիմա փորձարկում ենք Bonillat-ի կակաոն։ Դե ինչ գնացինք։ Վստահաբար կարող եմ ասել, որ բացառման սկզբունքով այս դրանք չեն։ Այնպես որ իմ ինտուիցիան ինձ ուշում է, որ Եվ ինչա։ ոնց ինչա, դեմից է ասի, Bonillat-ի կակաոն է։ Ես ընտրում եմ սա։ Արա չի գանի։ Հալո, Ես ինչ եմ։ Բանը թթվաշ ինչ-որ… Յոխ, ես ինչ էր։ Չեմ խմի ես մի հատ է։ Հիմա մենք ենք փորձում Bonillat-ը։ Մարի։ Արա ձեթեր։ Բայց ես կարող եմ խմեի կոյվ։ Շատ համով է։ Չգիտեմ, ինչա, բայց շատ համով է։ Թթու է։ Թթու է ինչ որ։ Չէ, մեծ շատ համով է։ Իսկ կտակ ես խմեմ առանց։ Շատ համով է։ Այսօր Աննայի ծնունդն է, որոշեցինք թողենք իրանեն ինչ կմնա։ Շատ արդար է։ Չգիտեմ, շատ արդար։ Եկեք վերջինը խմեմ, այն մեկը թողեմ Աննային։ Աղա ջուր։ Յաղ։ Աննա, 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 Աննա։ Ինչ է։ Լիմոնի սոկ, հա։
Վայ ֆու։ Դու ես ուզում արի։ Ես էլ մեր բոնի լատը։ Արդարը ժողովուրդ ջան։ Հերոսների լիգա Մեր գործընկերն է սմարթֆոնների եւ խաղային համակարգերի լավագույն խանութը Mix Mobile-ը։ Ձեռք բերեք PlayStation 5 Pro եւ PlayStation 5 Slim խաղային համակարգեր Mix Mobile-ից ամենամատչելի գներով եւ ստացեք 20 խաղ նվեր, այդ թվում FIFA 26 որպես բոնուս։ Mix Mobile լավագույն PlayStation-ները լավագույն գներով։ Մասնակիցները ունեն միայն կրակ, որի հետ պարզ չի ինչ պետք է անեն։ Կարան մենակ գիշերը տաքան։ Բայց ես ասեմ ավելի, Ալբերտո եւ Վիկա զույգը ունի երկու հատ զույգ, որը կարելի է խորովել։ Բայց ջրի հետ կապված եւ կացության հետ կապված խնդիրներ կան։ Առաջի զույգի մասին կխոսեմ, մաքսիմալ կազմակերպած էին, իրար հետ լավ էին աշխատում, բայց պետք է ընդունենք նաև որ խաղը բարդ էր ու մանավանդ սլայմի հատվածը, որտեղից պետք է գտնել, ինքնի սլայմը սառը ու ավելի պինդ էր, դժվար էր շոշափում։ Այս վերջի բանալիի վրա շատ ժամանակ կորցրեցի։ Դուք այդ 10 րոպե չեք կարացել գտնեք, այս ձեր խաղն է, իմ կռիվը է դա։ Մեկ էլ իմ կռիվը մի հատն է, որ հա օքեյ չենք հաղթել, մեր խնդիրն է, մեր խնդիրն է, բայց խենք մենք տնակ անգել։ Ես ուզում եմ վիճակահանություն։ Մենք որպես հաղորդման պրոդյուսերներ, սցենարիստներ, հեղինակներ, մենք կարծում ենք, որ դա ավելի դիտարժան է։ Գոնե ինչ-որ մի հարցում մենք իրավունք ավելի ունենանք։ արդար կլիներ, եթե վիճակահանության շնորհիվ մենք որոշեինք, թե ով ինչ է խաղում։ Ես ուզում եմ հասկանամ, ես առիթ տվել եմ, որ մտածեք, որ ես կարող եմ կողմնապահ լինել։ Միշտ չեք տվել, բայց այս խաղից հետո մոտ կասկածներ եղավ, որտեղ ես նախ եկեք սկսենք նրանից, որ այս խաղը ընդհանրապես չի համապատասխանում ոչ մի մնացած խաղերի հետ։ Ինչով չի համապատասխանում։ Դու ֆիզիկապես ավելի ուժեղեր գտնում ենք եւ մտածում ենք ավելի հեշտ կարող ես կառավարել։ Մենք փորձել ենք, կարծում ենք 3 րոպեում կարելի է դա հաղթարել։ Ես ժամանակը նայել եմ այն պայից սկսած, որ կարծը վերցրել եք ու տենց գնում է։ Բայց այս պարագայում ինձ համար ամենացավոտ մասը գիտեք որն է։ Ես կարծում եմ, որ բոլորիդ նկատմամբ մեր սեր, հարգանք ու իրոք նվիրվածություն դրսևորել եմ ամեն հարցում։ Չեմ հասկանում, թե ինչից ելնելով դուք կարաք մտածեք, որ ես կարող եմ ձեր նկատմամբ ինչ-որ անիմաստ կողմնապահություններ դրսևորել։ Իմաստը որն է։ Մենք այդ պահի էմոցիաներին ենք տրվում։ Մի քիչ էլ կրվել չգիտենք։ Ես չեմ հասկանում ինչ կողմնապահություն, կողմնապահությունում մեջ ձեր եւ Անիտա հենց։ Օրինակ հիմա քո մոտ հարցը առաջանում, ինչի Անիտայենք այդ խաղը չէին խաղում, դուք էիք այդ խաղը խաղում։ Ինչի դու որ ասում ես տնակը, ինչի է մեզնգ է։ Բա որ ընկները Ալբերտո հենց, օքեյ, էր այդ։ Դուք դրել եք, մեզ ասում եք բանը տարբերություն ենք դրում, դրա համար առաջին 3 հաղորդումներին տրիո ստուդիոն կրել, հա։ Ժորդ, եթե ես տարբերություն դնեի, հավատացեք, եթե ես դնեի, դուք չէիք կրի։ Մի հատ հիմա այս խաղին եմ մեղադրանք հնչեցնում, նայեք, ինքը իմ տեսողություններ, չէ՞։ Բայց այդ անտեր կոլբաների մեջ պետք է դրված լիներ նենց բաներ, որ տենար մարմոզեր, Անիտա ջան, բանալին մեջն է։ Մի րոպե, այն բանալին, որը դու չգտար, Դավիթը ականատես ա եղել, ոնց է Մարին մի քանի անգամ քեզ ասում երկրորդն էլ է մեջը։ Ուղղակի այդ պահին, որ դու չկողմնորոշվեցիր անցար առաջ, գցեցիր ցեխերի մեջ այդ, ուրիշ տեղ չէիր կարա գցեիր, ես քեզ չեմ մեղադրում։ Դու շատ լավ ես խաղացել, Անիտա։ Ամբողջ խնդիրը գիտես որն է, որ դու չես ընդունում, որ դու շատ լավ ես խաղացել, ու դու համարյա հաղթել ես։ Մարդիկ երբ որ նայում են էկրանից, այդ ամեն ինչը երևում է։ Պրոստը նպատակն եմ ուզում հասկանամ։ Մի կողմ ենք դնում բոլոր ծանոթություն, հարգանք, արժեք եւ մնացած, եթե կրվում ենք, ուրեմն վсё, սաղ մեզ թշնամի են, մենք ճիշտ ենք ու անարդար ենք կրվել։ Եթե մենք մասնակցում ենք այս նախագծին, ուրեմն մենք պետք է մասնակցենք այս նախագծի կանոններով։ Եթե դուք կարծում էիք կամ կարծում եք, որ ապահովագրվելու համար ձեզ պետք են ինչ-որ բաներ, ապա կարայիք պայմանները մեր առաջ դնեիք, մենք էլ ասեինք համաձայն ենք այդ պայմաններին, թե համաձայն չենք։ Հիմա խաղից հետո, այս սաղ անիմաստ է, ասեմ ավելին, այս մեր սաղ խոսակցությունը, թերարժևորում է,
այն զույգի հաղթանակը, ովքեր գնացել են եւ բոլորիդ համար կրակ են որսած է, իրանց համար չէ։ Եթե խաղը մտածվում է, խնդրում եմ սրանից հետո անես մտածվի, որ մասնակիցները ինչքան ասում եք դուք լազեիկ եք մանգալի կամ ինչ-որ բան եք անում։ Մենք վստահ ենք եղել, որ դուք կարող եք։ Ես վստահ եմ եղել, որ դուք կարող եք։ Ես էլ եմ վստահ եղել։ Դուք կարելի ասել արեցիք։ Արեցինք որոշ շատով։ 95%-ով արեցիք։ Խաղերը բաժանել են ընկեր Վահեն, որպեսզի ամեն ինչ լինի օբյեկտիվ եւ ես տեղյակ եմ, որ Անյուտենց խաղն էլ սարսափելի դժվար ա եղել ու իրանք պարտվել են։ Ես տեղյակ եմ, որ Համլետենց խաղերն էլ ա շատ դժվար եղել։ Համլետեն 3 վայրկյանով փլստացել է։ Շնորհակալություն մեզ խորհուրդներ տալու համար հետագայում կազմակերպելիս երկրորդ, երրորդ եթերաշրջանի համար մենք նույնիսկ կարողա ձեր օգնության կարիքն ունենանք, որ դուք մեզ օգնեք, որ խաղերը լինեն ավելի օբյեկտիվ, ձեր սրտով։ Այո, եւ ձեր սրտով։ Ես առաջարկում եմ ծափարենք այն մարդկանց, ովքեր կրակը վաստակել են մեր համար։ Բացատրենք օրինակ այս խաղը ոնց պետք է արվեր։ 5 լիտր ամբողջովին լցնում եք, դատարկում եք 3-ի մեջ։ Սրա մեջ նույնա 2 լիտր։ Դրա մեջ մնում է 2 լիտր։ Այնուհետև սա դատարկում եք, 2 լիտրը լցնում եք մեջը, այնտեղ մնում է ուղիղ 1 լիտր տեղ։ Ու հետո ամբողջ 5 լիտր։ Մենք ուզում ենք անում դեպի ջուրը պահեն, չի։ Բայց գետը ոնց է ձեր դեմներ։ Ավան ասամանափակ ջուր ունեք, դա ասել եք։ Այ հիմա եկավ իրական փորձության ժամանակը արգելներս։ Եվ մենք հրավիրում ենք այստեղ մեր խաղավարներին։ Տեսնենք, թե ովքեր էին անցկացնում ձեր այդքան դժվար փորձությունները։ 3 2 1 Ադելա, վելի, վայ, շփշո։ Դու ինձ վախացնի, ամոթ քեզ, ամոթ քեզ։ Զգում էի, ինչ որ ներսիցս գիտեի, որ գորնա։ Ռազին ես ճանաչեցի իր մազից չոլկայով, Հարուսին ես ճանաչեցի իր այս վերխով, Գոռին ճանաչեցի իր բոթասներով, որովհետև Գոռը միակ մարդն է իմ կյանքում, որ իր բոթասները մաքուր է։ Կապ չունի ինքը ցեխերի մեջ է, ջրի մեջ է, թե ինչի մեջ է։ Եկավ ժամանակը, որպեսզի իմանանք, թե ինչի են նրանք այստեղ։ Հետ են գալի։ Օ, շատ բարդ է լինելու, շատ բարդ է լինելու։ Յուրաքանչյուր խաղավար կարա նախագիծ բերի այն, ինչի համար, որ դուք պայքարում եք։ Այս դեպքում Գոռը իր հետ կարա բերի ջուր, Արշակը իր հետ կարող է բերել կացարանների բանալիները, Ռազը կարա ապահովի մեր լիարժեք սնունդը։ Բայց հարգելիներս, այ հիմա իրոք շատ ծանր պահ, այսիա ծանր պահ։ Հիմա մեր խաղավարները կատարել են իրենց կյանքի ամենաբարդ փորձություններից մեկը։ Դուք պետք է ընտրեք, ում փոխարեն եք մտնում նախագիծ եւ ով է դուրս գալու նախագիծից։ Ես չգիտեի, որ պիտի սենց որոշման առաջ կանգնեմ։ Եթե կհիշեք, ասել եմ, որ եթե ես դուրս մնայի հաղորդումից, ես էլ հետ չէի գա հաղորդում։ Ես անկեղծ չգիտեի մինչև դիմակների հանելը, մինչև իրանց ասելը ես չգիտեի, որ ես պետք է հետ գամ հաղորդում։ Ես չգիտեի, որ իմ տուն կանդողը Արշակն է ալնելու։ Նախ սկսենք Հարութից, եկեք Հարութին ծափահարենք։ Միակ խաղը անցկացնող մարդը, ով պարտվեց եւ Հարութը այսօր մեզ շատ օգնեց։ Շնորհակալ ենք քեզ։ Այսօր դու ոչ մի ինտրիգ չես ապահովելու, բայց մենք բոլորս քեզ ծափահարում ենք։ Օ։ Դե ես էլ հետ չեկա նախագիծ, եկել եմ դες ընդհանրապես ծիկ անեմ ու գնամ ծիկ։ Արշակ կատարի կոնտրությունը։ Ում փոխարեն ես դու վերադառնում նախագիծ։ Որ ես вообще տեղյակ չես, թե ինչա կատարվելու, ինձ զանգ է ասել են գնում ես Իջևան, ընդ օգնելու բան կա։ Ես եկա ու ստես խաղնաշփոթ եմ, որ вообще չեմ ջոգում, էլի ինչա կատարվում։ Առանց մեղքի զգացման կատարի կոնտրությունը, որովհետև սա խաղի կանոններն են։ Գոռը եւ Ռազը նույնպես կատարելու են այդ ընտրությունը։ Անիտայի։ Անիտային է սրտում, որ մնա նախագիծում, թե դուրս մնա նախագիծից։ Դուրս մնա։
Չգիտեմ, ես իր հետ շատ լավ հարաբերությունների մեջ ավելի քան Մարին, բայց ինքը որոշեց ինձ հանի։ Ես հարցերը առանձնահատուկ լուծեմ։ Ախր ամենախնդալունն է, որ ես ու Արշակ իրար հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք եղել, խաղից դուրս չխապես։ Մեր կռիվներից բացի մենք այնքան լավ հարաբերություն, ես գիտեի, մամաս նստած Արշակը դե անտեք այնպես ասում, ես Արշակը նա, ասում եմ, ես տենում եմ իրան, բոթաստերի գույրից, որ ես անգիր եմ արել ես մարդուն, գիտեմ ինքն ինձ ու ես գիտեի, որ ինքը ինձ է ընտրելու։ Բայց ես բոթաստերը առաջ անգամ եմ։ Հա, բայց ես անգիր գիտեմ քո բնավորությունը, արդեն մի 8 օր եմ քո հետ ես մնացել, անգիր եմ արել քեզ։ Այն ձախաշկս Արշակ հիշում ես։ Հնարավորություն ունենայի, ես անկեղծ իմ տեղը կզիջայի Անիտային։ Ջան, եկեք ծափարենք, եկեք իրոք ծափարենք, բրավո։ Ապրես Անիտաս, ապրես մեր հրաշք աղջիկ։ Խաղից դուրս եկավ իմ ամենալավ ընկերուհին, անկեղծ եմ ասում, ես ավելի շատ նեղվել եմ նրանից, որ Անիտան է դուրս եկել, ոչ թե ես։ Ռաժան, լսում ենք քեզ։ Էլի պիտի լինի մրցակցություն, ես այդ ընդունում եմ, ես համաձայն եմ դրա հետ, բայց մրցակցության հետ մեկտեղ պիտի դա չազնի մարդկային հարաբերությունների վրա։ Ալբերտոյի կողմից ես նկատել եմ այնց վերաբերմունք, որը չպիտի մանավանդ իմ հանդեպ լիներ խաղի ընթացքում։ Ես вообще չեմ սիրում, որ մրցակցությունը տանում է դեպի անձնական դաշտ ինչ-որ մեկը։ Ինչ վերաբերմունք է։ Տաշկինակ փախցնոցու ժամանակ օրինակ Մեյմունություն ես անում ես։ Մեյմունություն չեմ անում, ախպեր, խաղ եմ խաղում։ Խաղ եմ խաղում, ախպերս։ Ռազոն չգիտես ինչի, ինչ-որ տենց շատ մանկական քայլ արեց։ Բայց ես չեմ կարող հակառակնել չասեմ, Ալբերտոն հաղորդումների ժամանակ ապացուցել է, որ ինքը միշտ պատրաստ է զիջելու իր քրոջը, ու այդ երկուսի արդյունքում ես եկել եմ մեն ընտրության, որ Ալբերտոյի փոխարեն դուրս ամնում Ալբերտոն։ Չէ, խնդրում եմ էլի փոխի։ Իրանք ոնց որ կոնֆլիկտ են ունեցել իրար մեջ ընկերական ու Ռազը ոնց որ ուզեցա որ ես մնամ իր հետ ու հիմա ես պետքա ինձ ամեն ձևով արդարացնեմ։ Իրականում շատ անսպասելի էր իմ համար Ռազի քայլը, որ ինքը Ալբերտոին հանեց։ Վստահ եմ, որ եթե Ալբերտոն լիներ ընտրողը նույն բանն էր անելու։ Ալբերտոն հաստատ չէր ուզի, որ Վիկան նախագծից դուրս գար։ Իմ սրտով է ընտրությունը անկեղծ, բայց իմ համար բացահայտում էր, որ իմ 10 տարվա անգերը մտածում էր, որ ես այնքան չեմ հասկանում ոչ մի բան այս խաղերից, որ ինքը կարա ինձ ցույց տա, որ ոտը ցավում է, որ ես էլ ասեմ, օ, ես ինչ ա եղել, Ռազը վերցնի գնա։ Կա սահման, որը չպիտի անցնի լյուբոյի մարդ։ Ես համենայն դեպս այդ սահմանը չեմ անցել գորի հանդեպ, չեմ անցել քո հանդեպ։ Միշտ հեռուստադիտողն էլ գիտի, որ ես միշտ իմ խոսքերի ժամանակ, երբ որ ես խոսացել եմ, մենակ լավն եմ խոսացել, կապ չունի ինչ տեղի ունեցավ այնտեղ։ Պայի տակ տակացեմ, բոլորս հետը կարալնի, մեկ այս լավ եմ տրամադրված, անկեղծ բոլորս էլ հասուն մեծ մարդիկ ենք ու խաղի պատճառով հաստատ շփում չի փչանալու։ Եկեք ծափարենք ևս մեկ անգամ։ Գորջան, հիմա լսում ենք քեզ։ Ես կայացրել եմ իմ որոշումը։ Ես արդեն այդտեղ հասկացա, որ ես վերջ ավարտեցի պատմությունը այս նախագծում։ Շատ դժվար եմ կայացրել այդ որոշումը։ Իմ սիրտին sense չեմ ների, որ Կասիային հանեմ, որովհետև Կասիան այն ժամանակ միանգամից դուրս մնաց ու Կասիան չի հասրել ուղղակի վայելի էս պրոյեկտես խաղերի շրջանակներում ինքը չի հասրել ցույց տա իրան։ Դուք եք նայել այս հաղորդումը, դուք եք տեսել, որ Կասիան միշտ դուրս է մնացել ու երբեք չի կարողացել ցույց տա, որ ինքը ինչ-որ բան կարող է անի, Անյուտը ինձ թվում է իրան ցույց է տվել ու շատ լավ է ցույց տվել, նենց որ դաժե լիքը հեռուստադիտողներ սիրել են իրան։ Okay, Անյուտը շատ լավն է, Անյուտին սաղս շատ սիրում ենք։ Ես անկեղծ վստահ եի, որ գորը ինձ կպահի։ Միցքելի ոյ, ներվայնորում է։ Ես մի քիչ sense որպես անհատել եմ նայում այս ամեն ինչին, որովհետև всё-таки ես Всё-таки հետո ես եմ էլի մրցելու, մի քիչ ավելի անհատ եմ նայում, Իսկ ինչ գիտես ոնց ես մրցելու, կարող է թիմային ես մրցելու։ Ես իմ կանխագուշակություններով եմ մտածում, հիմա կարող է վաղն են ստացվի ես զույգով մրցեմ, ես խաղը կգամ Անյուտի փոխարեն։ Թող ինձ ներեն բոլոր հեռուստադիտողները, թող ինձ ների Անյուտը, եթե կարա,
Թե հետո փոշմանեմ ես որոշման համար, թե չեմ փոշմանի, այդ արդեն իմ խնդիրն է, ոչ մեկին չի վերաբերվում։ Շոկի ենթարկվեցի ուղղակի, որովհետև ես ընդհանրապես այնպես բան չէի սպասում։ Ու հիմա ես չգիտեմ ինչ զգամ, ուրախանամ, նեղվեմ։ Գորը ինձ հանեց։ Ես իրան կպահեի։ Ես նենց շատ էի ուզում իր հետ դուրս գայի ֆինալ։ Ես երբ որ ինքը չկար խաղերին ու դուրս էր եկել խաղերից, ես միշտ կամերաներից դուրս ասում էի, որ գորը գա անդադ, ես իր անունը տալիս էի։ Շատ եմ նեղվել Անյուտի համար, որովհետև Անյուտը այն մարդկանցից է, ով մինչև վերջ պայքարել է, ով մինչև վերջ խաղացել է հանուն թիմի համար։ Ինքը ձեռք է բերել երկրպագուների մեծ բանակ ու հույս ունեմ, որ այդ բանակը իր հետ կգնա առաջ ու կտեսնենք Անյուտին էլ ավելի մեծ, էլ ավելի հետաքրքիր ու գունավոր նախագծերում։ Արգելում եմ իմ որոշումը քննարկեն բոլորը, թե հեռուստադիտողները, թե մասնակիցները, թե իմ ընկերները։ Ես եմ կայացրել որոշում, ես եմ ուզել այդ որոշումը կայացնեմ ու այդ որոշումը ոչ մեկին չի վերաբերվում։ Անեծքներ, թուղթուգրեր, մոմ թափողներ, գորը հետ է եկել, ես գորի տեղը հետ չեմ եկել, ես էլ եմ նախագծում, գորն էլ է նախագծում։ Խնդրում եմ անեծքները գնալ եւ հանել իմ վրայից։ Շնորհակալություն։ Շատ տարօրինակ ու բարդ ընտրությունների արդյունքում խաղը լքեցին մեր շատ սիրելի Անիտան։ Եկեք սափարենք Անյուտից ու Ալբերտոից։ Բոլոր ատառով սկսող անունները։ Ես դրա համար Անյուտին ընտրեցի, որ բանասը Աննա ինչ հոսակ ծնունդի օրը։ Ճիշտ ասած ես գիտեմ դու խի Անյուտին ընտրեցիր։ Չեմ հասկանում ես ամեն ինչի համար են սարքում, խենց սենց անում, ես հանուն Անյուտի կփորձեմ հաղթեմ։ Ես вообще ոչ սրտից դարդ եմ անում, ոչ էլ ու ասեմ ձեզ արդյունքներից էլ շատ գոհ եմ։ Ես էլ ինեի իրանցից յուրաքանչյուր տեղը նույն կերպ կվարվեի։ Ինչեր է արգելներս, սա հերոսների լիգան է եւ մենք դեռ պետք է իմանանք ով է հաղթելու այս նախագիծը։ Մնացեք մեզ հետ ու հետևեք։ Ես ընդհանրապես չէի պատկերացնում, որ սենց ավարտ կունենա այս ամեն ինչը։ Անսպասելի է, ոչ մի պատկերացումներ չունեմ այս պահին ինչա կատարվելու, ինչա լինելու, որովհետև փաստացի մասնակիցների քանակը նույնն է, ոչ մի բան չի փոխվել, ինչ որ հետաքրքիր sense բաներ է կատարվում։ Երևի իմ համար դաս եղավ, որ չվստահեմ բոլորին ու սիրտս մինչև վերջ չբացեմ։ Ես կներեք հազար անգամ, եթե ձեզնից ինչ-որ մեկը լիներ, ես իրան կպահեի մեկը։ Եթե ընտրությունը լիներ գորի ու ձեզնից ինչ-որ մեկը անդադ, ես գորին կընտրեի։ Ես մեծ շոկային հարվածի մեջ եմ հիմա։ Այս ռեալիթի շոու է։ Այս ֆոնի վրա ուզում եմ ասեմ, որ այն մասնակիցները, ովքեր դուրս են եկել, այսօր պրոստը չգիտեմ, անփոխարինելի են։ Ես ու Աննան անընդհատ մտածում ենք, ինչ մեղքի զգացում ունենք, որ միակ թիմն ենք, որ հաղթել են մրցույթը։ Ահա որ տխրել եմ այն մարդկանց համար, ովքեր դուրս են եկել այսօր, որովհետև իրանք բոլորը իմ կյանքում առանձնահատուկ տեղ ունեն։ Հերոսների լիգա Հերոսների լիգա
հերոսներ